Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով քննարկում ենք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր։ Իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանը, ես Արման Բաբաջանյանն եմ, նույն կուսակցության նախագահը։ Ողջույն։ Ողջույն։ Ռուբեն, Հայաստանում վերջին օրերին սրընթաց կերպով լարվում են ընդհանուր տրամադրությունները, դա որոշակի կարևոր իրողություններով է պայմանավորված եւ շատ կարևոր է որպեսզի մենք կարողանանք այդ իրողությունները վերհանենք եւ մեր հայրենակիցներին պարզաբանենք, որ ոչինչ պատահական չի լինում, դրանք շատ փոխկապակցված ուրեմն գործընթացներ են։ Ես ուզում եմ հատկապես կանգ առնել Արարատ Միրզոյանի Deutsche Welle-ին տված հարցազրույցի այդ առանցքային կետի վրա, որտեղ ըստ էության առաջին անգամ կարծես հստակեցվում է այն ժամանակային միջոցը, երբ Հայաստանը պիտի այլևս Եվրամիության անդամակցության հայտը ներկայացնի։ Նախ հիշեցնենք, որ դա արել ենք մենք Եվրոպական միության անդամակցության ուրեմն ստորագրահավաքի Եվրաքվե նախաձեռնությամբ այո շրջանակներում մեր կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը, մեր գործընկեր մյուս կուսակցությունների հետ Հանրապետություն եւ Եվրոպական կուսակցություն, ինչպես նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ ուրեմն անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքել ենք, օրենքի նախագիծ ենք ներկայացրել ազգային ժողովը ուրեմն ի պատիվ իրենց ընդունել է օրենքը Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Հիմա մենք տեսանք, որ վերջին շրջանում Եվրոպական միության ղեկավարության հետ հանդիպումներում անդադ վկայաբերվում էր այդ օրենքը։ Այո, ամենաբարձր մակարդակով ընդհուպ մինչև Եվրահանձնաժողովի նախագահ, որը նկատել են, այդ ամենը եւ մշտապես դա համարում են Հայաստանի այլևս արտաքին քաղաքական ակտիվ։ Այո։ Եվ չնայած նրան, որ վերջերս Ռուսաստանից հնչեցին հայտարարություններ առայն, որ դա ունի ընդամենը դեկլարատիվ այսպես նշանակություն եւ որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի Եվրասիական տնտեսական միության մեջ գտնվելու, այնուամենայնիվ կարծում եմ, որ այս հայտարարությունը որակապես փոխում է իրողությունները եւ Արարատ Միրզոյանը ասում է, որ կարող է հաջորդ ամիս կամ հաջորդ տարի մենք արդեն ուրեմն այդ հայտը ներկայացնենք Եվրոպական միության անդամակցության վերաբերյալ։ Սա նշանակում է, որ գոնե մենք արդեն պատկերացում ունենք, որ 1 տարվա միջակայքում պիտի տեղի ունենա այդ հայտի ներկայացումը։ Հիմա եւ թեև ես շատ պիտի ուզեի, որ այս կարևոր հարցը այդպիսի անորոշության չմատնվեր, այնուամենայնիվ կարծում եմ, որ տեսանելի է դառնում, ուրվագծվում է Հայաստանի արտաքին քաղաքական այսպես ուղեգիծը դեպի Եվրամիություն, դեպի ուրեմն եվրաինտեգրացիա, ու սա նշանակում է, որ ներսում մենք ահռելի տնային աշխատանք ունենք եւ սա իր հերթին բերում է նաեւ ներքաղաքական մեծ ճնշումների եւ լարվածության ու չի բացառվում, որ լարվածության առիթների մեջ սա առանցքային դեր ունենա։ Մեծ հաշվով այո, բայց ամբողջ հարցը տեսեք ինչն է։ Այո, Հայաստանը որոշակիացնում է իր մտադրությունները։ Սակայն մի ամսից մինչև հաջորդ ամսվանից մինչև հաջորդ տարի նման միջակայքի մասին խոսելով Հայաստանը այո պահում է որոշակի ռազմավարական անորոշություն, այս անցման ժամանակաշրջանը կառավարելի պահելու համար եւ Ռուսաստանին թողնելով օպցիաներ։ Ռուսաստանը սրան կարող է դիմագրավել կոշտ ձևով, գնալ կոշտ քայլերի, գնալ ուղղակի արդեն ռեստրիկտիվ միջոցների մեր դեմ, մինչդեռ մենք գիտեք իրար հետ միշտ մենք ենք կողմնակից, որ
մեր կառավարությունը գնա ռեստրիկտիվ միջոցների ռուսական ներկայության նկատմամբ։ Սակայն ռուսները կարող են մեզ ուրեմն մեզանից առաջ ընկնել այդ հարցում եւ մենք սկսենք խաղալ սևերով։ Հիմա այս անորոշությունը թողնելով միևնույն ժամանակ նաեւ ցույց տալով սեփական հնարավորությունները ռուսներին ըստ էության ընտրություն է տրվում դեմքը պահել ուղակի հանգիստ նստելով։ Մենք մեր հանգիստ մեր process-ով գնում ենք եւ բազմիցս ասված է որ մենք ռուսների հետ թշնամանալու նպատակ չունենք եւ ընդհանրապես դա մեզանից չի կախված ռուսները մեզ թշնամաբար կվերաբերվեն թե ոչ։ Դա ռուսներն իրենք են որոշում։ Մեզ նայում են որպես Ուկրաինա, հա, ինչպես սպառնում են, թե մենք դառնում ենք Բելարուս։ Մեր մասը դա է, թե ինչքան հնարավորություն կտանք ռուսներին։ Այսինքն օպցիաները այդ երկուսի հիմա ռուսները կամ պետք է Հայաստանը համաձայն չի այդ երկուսի հետ, Հայաստանը ուզում է լինել Հայաստան, ոչ Բելարուս, ոչ Ուկրաինա։ Դե տեսեք, Հայաստանը ոչ թե ուզում է կամ չի ուզում, Հայաստանը գնում է իր ճանապարհով, բայց այդ ճանապարհին այդ սպառնալիքները կառավարելի պահելու համար պահում է ռազմավարական անորոշություն ռուսներին հասկացնելով որ ձեզ հանգիստ ժամանակային միջակայքը հնարավորություն չի տալիս օրինակ Հայաստանի ներսում այնպիսի ճնշման ալիք ձևավորել, որը օրինակ Հայաստանի իշխանություններին հետ քայլ անելու այդ ռազմավարական որոշման կհանգեցնի։ Գուցե պետք է ավելի արագ որոշումներ կայացնել, անմիջապես հայտարարել, որ ոչ թե Եվրամիության անդամակցության հայտ ենք ներկայացնում, այլ միաժամանակ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ուրեմն Եվրամիության հայտ ներկայացնել ուղղակի հնարավոր չէ, քանի մենք ԵԱՏՄ-ում ենք, քանի մենք հապկում ենք, քանի մենք ուրեմն ԱՊՀ-ում ենք։ Դա բացառվում է ուղղակի մեր հայտը ուղղակի չեն ընդունի։ Չեն էլ կարդան դեռ ինչա գրած, հա, պատկերավոր ասած։ Հետևաբար սա ասելով, սա էլի ի վերջո Արարատ Միրզոյանը ասպես ասենք հասարակական գործիչ կամ քաղաքական վերլուծաբան չէ։ Արարատ Միրզոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական են եւ փաթեթավորված են դիվանագիտական ձևակերպումներով։ Սա իր աշխատանքն է ուղղակի։ Հիմա ասելով հայտ ներկայացնելու մասին, դա համալիր որոշում է, բնականաբար։ Այդ տարբերակ ուղղակի բացառվում է։ Այսինքն առանց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մենք չենք կարող հայտ ներկայացնել։ Չենք կարող։ Այդ ենթադրում է, որ հայտ ներկայացնելուն զուգահեռ մենք պիտի DCFTA-ի ուրեմն շուրջ բանակցությունների մեկնարկ կատարենք, ինչը անհնար է Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու պարագային։ Եվ եթե անցման շրջան հայտարարեն, Լավրովը հայտարարում էր, որ դուք չեք կարող մնալ Եվրասիական տնտեսական միությունում եւ միաժամանակ հապկում, ենթադրելի է, որ սա հապկից նաեւ դուրս գալու գործընթացի մեկնարկ է։ Լավրով, Օվերչուկ, մի հատ էլ Լավրով, մի հատ էլ Օվերչուկ, բազմիցս ասվել է դրա մասին, կարծեք թե մենք էլ չենք մեզ անընդհատ տնտեսական ճնշմամբ, սպառնալով որ դուք պիտի մնաք հապկում, ձեր նույնիսկ սառեցված կարգավիճակը մեզ բավարարում է, քանի դեռ մենք զբաղված ենք Ուկրաինայում, դուք մնում եք այդ կարգավիճակով։ Դա էլ արդեն այն հայկական ազգանունով այն չինովնիկի հայտարարություններ, հա լավ, ասում եք, հա, բայց քանի դե յուրե ոչինչ փոխված չի, մեզ համար դրանք դեկլարացիաներ են, պարզապես հայտարարություններ են, ոչ։ Հիմա գալով ներքաղաքական ճնշումներին, չեք կարծում, որ այս հայտարարությունները եւ այս մտադրությունները ներքաղաքական այս հանգրվանում, երբ ամբողջ քաղաքական միջավայրը ըստ էության 2026 թվականի ընտրություններին ընդառաջ դիրքավորվում է դաշտի տարբեր հատվածներում, սա նաև ուրեմն առիթ է, որպեսզի ճնշումները ավելացնեն եւ գործողությունների անցնեն։ Այո, անցել են գործողությունների, ընդ որում
մինչև Արարատ Միրզոյանի հայտարարությունը գործողությունների մեջ են 20 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի գիշերվանից։ Չէ, բայց մենք հասկանում ենք, որ Եվրամիության անդամակցության հարցը շատ ավելի լրջացնում է իրավիճակը եւ շատ ավելի հեռացնում է Հայաստանին եվրոպական ռուսական ուրեմն նախագծերից եւ ուղեցրից եւ այս իմաստով Հայաստանի անվտանգության մակարդակը ընդհանրապես ռեգիոնում Հայաստանի քաշային կարգն է փոխվում եւ այդ տեսակ Հայաստանի հետ ավելի բարդ է լինելու խոսելը, քան այն Հայաստանի, որը դե յուրե թեկուս շարունակում է պահպանել անդամակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, իսկ գործնականում ստեյցիան մենք ամբողջությամբ շարունակում ենք Եվրասիական տնտեսական միության։ Բայց մյուս կողմից, եթե մենք այս սպառնալի, այո, ինչ ասում եք, դա Հայաստանի օգտին ես համամիտ եմ, բայց եթե մենք այս սպառնալիքներին մոտենանք գոռոզամիտ թեթևամտությամբ, սա կարող է ուղղակի շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Չի կարելի որևէ դեպքում այս չարորակ գործունեությունը եւ դրա հետևանքով հնարավոր աղետները այս աստիճան թերագնահատել, որովհետեւ ամեն ինչ հիմա թողնված է ինքնահոսի միջին վիճակագրական քաղաքացու գիտակցությանը եւ ուսերին։ Քաղաքացի գնա, արա, դու խելացի ես, դու ամեն ինչ գիտես, դու փորձառու ես, դու շատ լավն ես, դու գիտես ճիշտը որն է, գնա, արա։ Բայց ես նաեւ ուզում եմ այստեղ միտքը շարունակել։ Իսկ դա նշանակում է, որ ես պետությունս ոչինչ կարող եմ եւ չանել։ Եվ ընդհանրապես իմաստ էլ չունի անեմ, ես զբաղված եմ ավելի կարևոր գործերով։ Ընդհանուր ուղերձը սա է, ինչը ես կարծում եմ, որ շատ վտանգավոր է։ Այս սա է, որ ես կոչում եմ գոռոզամիտ թեթևամտություն, հա։ Եվ այստեղ պետք են համակարգային որոշումներ, որոնց օրինակները երևի տվել են մի քանի երկրներ, բայց մեզ երևի թե ամենամոտը Մոլդովան է։ Եվ ամենաթարմը։ Այո, եւ ամենաթարմը, մանավանդ ես համամիտ եմ այն փորձագիտական կարծիքի հետ, որ վառվելով Մոլդովայի վրա, Կիրիենկոն իր, այսպես ասենք, ապարատային դիրքերը ռեաբիլիտացնելու համար Հայաստանում հաստատապես ինքն իր պատկերացրած ռևանշի պետք է հասնի եւ որևէ միջոցների միջև խտրություն չեն դնելու, անելու են ամեն ինչ եւ օգտագործելով թե սկսած տերորիստներից վերջացած բարձրաստիճան եկեղեցականներ, ամեն ինչ դրվելու է գործի, մտնելու է աննորմալ ծավալի փող։ Այսօր շրջանառվում է մամուլում 40,000 դրամ տաքսան, այսպես ասենք, մասնակցության, այսպես հավաքագրման խոսքը հանրահավաքների մասնակցության մասին։ Հանրահավաքների մասնակցության մասին, դե նաև մոտավորապես նույն տաքսան կաշխատի նաև ընտրությունների ժամանակ, ցանցեր կստեղծվեն, ինչպես Մոլդովայի դեպքում, նաև կրիպտո արժույթների այդ համակարգը գործի կարող է դրվել, բայց Հայաստանն այստեղ ուրիշ բան չէ, խոցելի այդ միր քարտերի միջոցով անունը դրել են տուրիզմ են զարգացնում, բայց այդ ամենը միջազգային պատժամիջոցների տակ է։ Մոլդովայում սկսեցին սպորտային պայուսակներով քեշը մտցնել երկիրային պահից սկսած, երբ այդ միրը փակվեց։ Ի կատարում են միջազգային սանկցիաների։ Եվ հատուկ ծառայությունները սկսեցին դա բռնել։ Հիշում եք, էլի մամուլում այսպես լուրջ շրջանառվեց չհերքված ամենայն դեպս, որ Տավուշի մարզում հենց այդ դելիմիտացիայի դեմարկացիայի այդ պիլոտային, հա, այդ հատվածում process-ը պետք է սկսվեր, այդ այսպես կոչված սրբազան շարժման մեկնարկին Տավուշի մարզում անգամներով մեծացան Ռուսաստանից եկած փոխանցումների ծավալները այդ օրերի։ Մոտավորապես նման բան կարող է լինել հիմա, այնտեղ մոբիլիզացվում է ամեն ինչ X պահին այսպես մաքսիմալ էֆեկտի հասնելու համար։
Այս ամենի հետ կապված սա նոր բնույթի սպառնալիքներ են, նոր գործիքակազմով, հա, այն ավանդական, այն երևի կինոներում էլ տեսել եք, դուք էլ մեր հեռուստադիտողներն էլ, հա, այն որ շպիոնները գալիս էին քարի տակ, ինչ որ թուղթ էին դնում, հետո ինչ որ ծիտիկ էին թռցնում եւ իրենց կապավորը գալիս դա վերցնում էր։ Հիմա այդ ձևով չեն աշխատում։ Այդ մեթոդներով մենք հեռու չենք գնա։ Մեր հատուկ ծառայություններին շատ հատուկ տրեյնինգներ են պետք դրա համար։ Մեր ոստիկանությանը եւս դե նաեւ իհարկե մեր անվտանգության քաղաքականության մեջ որոշումներ ընդունող մարմիններին եւս թե ինչպես պայքարել այս ամենի դեմ։ Եվ իհարկե պետությունը պետք է կամքի առումով լինի պատրաստ այդ քաղաքական կազմակերպությունները կստեղծվեն հեսա դիտորդական մարմիններ, բայց դրանք դիվերսանտներ են։ Մենք սա պետք է լավ իմանանք, Մոլդովայում դա եւս եղել է։ Դրանք ուղղակի տեղամասերում խժդժություններ հարուցելու համար են եւ պրովոկացիաների համար են։ Դրանք պետք է ծրվեն, լուծարվեն, մեկուսացվեն ռուսական լրատվամիջոցներով տեսնում ենք հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների այսպես շատ կազմակերպված ուրեմն քարոզչություն եւ լուսաբանում այստեղ պաստորեն մենք տեսնում ենք տպագիր մամուլ, տեսնում ենք հեռուստատեսություն, այո, տեքստային, տեսանյութ, եւ հիմա կրկին հարց է բարձրանում թե Հայաստանի հարկատուների հաշվին գործող այս հանրային մուլտիպլեքսի տարածքում ինչ գործ ունեն ռուսական հեռուստաալիքները, առնվազն այսպիսի մտադրություն ունեցող երկրում ինչպես կարող է հանրային մուլտիպլեքսի ուրեմն մեջ գոյություն ունենալ ռուսական պետական հեռուստաալիքներ, որտեղ ֆաշիստական ուղղակի քարոզչություն է, ազգամիջյան ատելություն հրահրող, ավելի ու ավելի սերմանող Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ եւ դրա պատճառով ամբողջ պետական մեքենան Ռուսաստանի դեմ թույնով է լցված եւ հայ հեռուստադիտողը, եթե նույնիսկ մեզ չվերաբերող հարցերին չանդրադառնանք, ըստ էության սպառում է ռուսական ռոպագանդայի այդ աղբը ընդդեմ Ուկրաինայի, որի հետ մենք փորձում ենք հարաբերություններ վերջապես հարաբերություններ կառուցել, վերջապես հարաբերություններ հաստատել ու դա շատ կարևոր եւ ճիշտ է, որովհետեւ դեպի Եվրոպական միություն գնալու մեր ճանապարհների ամենակարևոր ուղղությունը նաեւ Ուկրաինան է եւ ցուցիչ ուղղություններից մեկը անկախությունից ի վեր հետ խորհրդային տարածքում կարծում եմ հենց Ուկրաինան է լինելու նաեւ նախկին խորհրդային երկրների առաջամարտիկը դեպի Եվրոպական միություն տանող ուրեմն երկրների համար ուղենշային է լինելու թե անվտանգային եւ թե քաղաքական իմաստներով եւ այս իմաստով այս կարևոր աշխատանքը կա անելու եւ հիշում եք վարչապետը խոսում էր որ մենք դե միասին հաց ենք կերել, չգիտեմ ինչ ենք արել եւ ես դժվարությամբ եմ մարդակերների հետ հաց ուտել չի կարելի, հա, ապրիորի եկեք մեկ ընդմիշտ սա ֆիքսենք։ Մեկ, երկրորդը վարչապետին որևէ մեկը չի խնդրել գնալ հաց ուտել մարդակերի հետ։ Սա որոշում է, որը գալիս է ինչ-որ պրոցեսը կառավարելու տրամաբանությունից եւ ոչ այդքան ռացիոնալ տրամաբանությունից, որովհետեւ մենք շանս հնարավորություն ենք կորցնում եւ պահպանում ենք անհասկանալի պատճառներով մեր կախվածությունը։ Եվ այնպիսի հարց կարևորագույն, ինչպիսին Հայաստանի Եվրոպական միության անդամակցության հեռանկարն է եւ այսպիսի ազգային անվտանգության կարևորության հարցը չի կարող սեղանի կամ հաց ուտելու ուրեմն տրամաբանության մեջ մենք փորձենք ուրեմն հանուն կերած հացի զոհել մեր ազգային անվտանգության կարևորության։ Պապ թագավորին հաց ուտելու ժամանակ էր, չէ՞, դաշույնը խլեցին մեջք։ Սա իմիջիայլոց էլի։ Դրա համար չի կարելի հաց ուտել մարտակերների հետ։
Եվ ուրեմն հիմա ինչ պատկեր ունենք եկեղեցու շուրջ ավելի ու ավելի լարվող դիմակայություն, միաժամանակ մենք նաև ուրեմն տեսանք ընթացող կարծես լարվածության նշաններ Վրաստանում, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տունն են փաստորեն խոզարկել իրավապահները, Ադրբեջանում բավական հետաքրքիր գործընթացներ են, Մեհդիևի հետ կապված նա արդեն կալանավորված է, թե ինչպես ռուսները հանձնեցին իրենց մարդուն Ադրբեջանի քաղաքական իրենց հլու հնազանդ ագենտին, թոփ ագենտին վերնախավում պրոցեսները մեկ ընդհանուր նկարի մաս են, ֆունկցիոնալ այսպես ընդհանուր շղթայի մաս, ինչ գործընթացներ են, դուք տեսնում եք կապ, թե կապ գոյություն չունի, այստեղ կարևոր է Հայաստանի անելիքը, առանց նայելու հարևանների մոտ ինչ է տեղի ունենում։ Մի կողմից, այո, Հայաստանն ունի իր անելիքը եւ ոչ աճ պետք է նայի, ոչ ձախ։ Այն ինչ որ դուք էլ կոչում եք տնային աշխատանք, հա։ Տնային աշխատանքը քո տնային աշխատանքն է բարի եղի կատարես։ Սակայն այս process-ները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում, ցույց են տալիս մի բան։ Նախ եւ առաջ Ռուսաստանը փորձում է թարմացնել իր ագենտուրային բազան, այսպես ասենք։ Մյուս կողմից էլ վռնդված լինելով դռնից, ուզում է մուտք գործել պատուհանից, այսպես մի բարության շլեյֆով, էլի, հա։ Այս բաները ռուսական քաղաքականությանը խիստ բնորոշ է, հա, ասենք իշխան Գոլիցինին փոխարինում է Վառանցով Դաշկովը, բայց մենք հասկանում ենք կարող է նշանակում որ օրինակ արևմտամետեր այսպես պսևդո կարող են դառնալ համալրել ռուսական գործակալական նաև ուլտրա այսպես ուլտրա արևմտամետ են, ուլտրա ազգայնական, հա, այն որ ուզում են Եվրամիությանը ինտեգրվեն, որպեսզի ծովից ծով Հայաստան ստեղծվի, օրինակ, կամ ինտեգրվեն Եվրամիությանը, որ հետ վերադարձնեն Արցախը։ Միաժամանակ լինել Եվրամիության անդամակցության կողմնակից, բայց օրինակ խաղաղության գործարքին դեմ լինել օգոստոսի 8-ի։ Հա, եւ ասենք դեմ լինել հայ-թուրքական սահմանի բացման։ Կամ ընդհանրապես խաղաղությանը դեմ լինել։ Եվ այլն։ Այս ամենը սրանց մեջ իհարկե մարդիկ կան, որ շատ հստակ հավաքագրված են եւ մարդիկ կան ուղղակի Լենինի տերմինաբանությամբ օգտակար ապուշի ֆունկցիայի մեջ են հավաքագրված են, բայց իրենք էլ չգիտեն դրա մասին եւ ըստ էության դառնում են օգտակար ապուշ դրա մասին խոսքը հետեւապես այստեղ մենք դեռ այս կրկեսում շատ ու շատ, այս մոսկովյան կրկեսում դեռ շատ ու շատ զարմանահրաշ համարներ կենթանիներ, ֆոկուսներ, այսպես ատրակցիոններ, ծաղրացումներ, իհարկե։ Այս ամենը, այո, նաև սուբյեկտներ կլինեն, ովքեր որպես սպոյլեր գալու են միայն կլոունադայի վերածելու։ Այո, կստանան այդ ընտրագրավի գումարը կտան ընդամենը ընտրության ժամանակ թամաշա սարքելու համար։ Այո, այն երկար-բարակ կենացասող սկանդալային, հա, մի քիչ էլ ցենզուրայից դուրս, անշնորհք, մարդկանց մոտ ուղղակի քաղաքականության նկատմամբ զզվանք առաջացնելու կամ եղած վերաբերմունքը ավելի խորացնելու, որպեսզի մարդիկ ավելի ու ավելի կորցնեն հավատը սեփական իշխանության, սեփական երկրի նկատմամբ, ի վերջո զզված ասեն, դե թողով ուզում ա լինի։ Մի կարևոր ֆորմուլա, տեսեք, ժողովրդավարության մեջ կառավարություն, հասարակություն, կոմունիկացիան խզելու ամենաարդյունավետ ճանապարհը, հա, եւ նույնպես երկարատև հեռանկարին միտված, դա հասարակության մոտ քաղաքականության նկատմամբ զզվանք առաջացնելն է։ Եթե հասարակության սուբյեկտը, քաղաքացին զզվում է քաղաքականությունից, խզվում է նրա կապը կառավարությամբ։ Մենք կարծես ունենք այդպիսի վիճակ։ Գոնե սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ 61% մոտավորապես ընդհանրապես որևէ քաղաքական ուժի եւ քաղաքականության նկատմամբ որևէ հավատ
ունեցող մեր ուրեմն զանգվածն է եւ հիմնական ուշադրությունն էլ քաղաքական ուժերի հենց այդ սեգմենտն է, որովհետեւ այդ սեգմենտն է իրենց հաշվարկներով որոշելու իշխանության ելքը եւ դառնում պատրաստ իրենց այդ կեղտոտ փողերով, ասենք 40,000-ով, 20,000-ով, 10,000-ով, հա, երեկվա ձայնագրություններն էր, չէ, Սամվել Հոպարի Գևորիկները փողերը բաժանեն տանեն այդ մարդկանց համար, որովհետև այլևս մեկը ընդհանրապես շատ կարճ ժամանակահատվածում կարճաժամկետ փող աշխատելու ինչ որ մի դաշտ է բացվում կարճ ժամանակով իրենց համար սա այս կոնտինգենտը իրենց համար ամենահեռանկարայինն է հետևաբար խնդիրը որն է այս մարդկանց ընդհանրապես քաղաքականության կարևորությունը նորից հասցեագրելու անհրաժեշտության առաջ է կանգնած ամբողջ քաղաքական դաշտը Հայաստանում որ ապագան երաշխավորվի եթե իրենք վերստին ուրեմն լավ ձեր երկիրն է ի վերջո տեսեք սա եւս կոռուպցիոն մտածողության արդյունք է կոռուպցիոն մտածողությունը հա ապրիորի բնորոշ է ոչ թե ինչ որ պաշտոնյաների կամ հնարավորություններ ունեցողների այլ նաեւ ահա մենք տեսնում ենք եթե քեզ 10,000, 20,000, 40,000 տալիս են որ դու գնաս այնտեղ որ քեզ հետաքրքիր չի, քեզ պետք չի այլ փող աշխատես, բայց սա կոռուպցիա չի ինչը։ Պետությունը շատ կոշտ ձևով այդ գևորիկներին պետք է ուղղակի մցնի ծակը, որովհետև պետության ֆունկցիան է պաշտպանել քաղաքացուն։ Պաշտպանել ժողովրդավարությունը։ Եվ պաշտպանել ժողովրդավարությունը։ Այո։ Եվ ժողովրդավարության անվան տակ թույլ չտալ, որպեսզի պետության կազմակերպմամբ զբաղվեն, քաոսի այս տրամադրությունները ավելի ու ավելի խորացնելու եւ ավելի անհեռանկար, այսպես տպավորություն թողնելու, որովհետեւ դա միայն ներքին սպառման համար տրամադրություններ չեն, դա նաեւ մեր արտաքին գործընկերների համար հստակ ուղերձ է իր մեջ պարունակում, որ Հայաստան անհեռանկարային եւ անապագա երկիր է եւ այստեղ չարժի լուրջ ծրագրեր նախանշել։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ օրինակ Միացյալ Նահանգների հետ կարծես ավելի ու ավելի առարկայանում են պայմանավորվածությունները նախորդին հայտնի դարձավ, որ 145 միլիոն արդեն ստացվել է Հայաստանի կողմից եւ դա ընդամենը առաջին տրանշն է, առաջին ընդամենը նախագծային, այսպես նախապատրաստական տրիպի, հատկապես միայն տրիպի ուրեմն նախնական աշխատանքների համար եւ այստեղ չեմ կարող չմտաբերել թե ինչպես ռուսները 2002 թվականին 100 միլիոն պարտքը մեզ չներեցին, դրա դիմաց մեր ամբողջ ռազմավարական ակտիվը ձեռքներիցս վերցրին առանց մի լումա ներդնելու 25 տարի քառորդ դար պահել են դրանք որպես սեփականություն եւ մի աշխատատեղ չեն ստեղծել, մի արդյունք չեն ավելացրել եւ Հայաստանում դեռևս Հայաստանի այդ տեղի ունեցածից հետո այդ երկրի համար ուրեմն կուրս գծեցողներ կան։ Այո։ Եվ իհարկե շատ կարևոր է որպեսզի մենք կարողանանք ընդհանուր օգոստոսի 8-ի ձեռք բերած արդյունքի վրա պայմանավորվածությունների վրա ձևավորենք մեր ներքին քաղաքական կոնսենսուսը առանց այդ համերաշխության առանց համաձայնության որ դա Հայաստանի ապագան նախանշող կարևոր ֆունդամենտ է որևէ մեկը չի ասում որ դրանք վերջնական պայմանավորվածություններ են դրանից հետո ոչինչ պետք չի անել մենք առնվազն մեր քաղաքական միջավայրը պիտի պատրաստ լինի սպասարկել օգոստոսի 8-ի ձեռք բերած ուրեմն պայմանավորվածությունների օրակարգը։ Այո, բայց տեսեք հիմա այս օգոստոսի 8-ով երբ օրինակ վարչապետն ասում է այլևս խաղաղություն է։ Մենք ասում ենք խաղաղության լրջագույն հիմք է դրված, խաղաղության շենքը դեռ պետք է կառուցվի եւ կա դրա համար բոլոր նախադրյալները։ Բայց այս ամենը նաև հանգեցնում է օբյեկտիվորեն, սա արդեն քաղաքագիտություն է, կոնֆլիկտաբանությունն է ասում սրա մասին,
որ մասշտաբային ներքին տրանսֆորմացիաների անհրաժեշտության առաջընկնում ենք կանգնած, որովհետև մեր պետությունը երրորդ հանրապետություն, որ կոչվում էր, չնայած ես այդ համարակալման հետ հաշտ չեմ, երրորդ հանրապետությունը սերվել է կոնֆլիկտից, ձևավորվել է կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ այն նպատակով, որ մենք դիմագրավենք այդ կոնֆլիկտին, մեր հակառակորդին այդ կոնֆլիկտում։ Հիմա, եթե մենք որոշում ենք, իսկ մենք որոշում ենք, որ մենք պետք է թոթափենք այդ կոնֆլիկտի բեռը, իսկ վարչապետն էլ խոսում է 4-րդ հանրապետության մասին եւ ասում այն մասին, որ այն այլևս կա, որովհետեւ մի շարք կարևոր իրադարձություններ արդեն հանգեցրել են դրան, հիմա պետք է ամրագրվի։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ասենք մենք ներքին ռեֆորմներ եւ երկիրը պատրաստ պահելու կամ պատրաստ դարձնելու համար այդ ֆունդամենտալ այդ փոփոխություններին, դրա համար հանրապետությունների թիվն է։ Տեսեք, փաստորեն մենք մեր հիմնարար փաստաթղթերն են մեր բոլոր սերվում կոնֆլիկտից։ Այո, ռեֆորմներ, բայց հենց այդ տրանսֆորմացիաների տրամաբանության մեջ է այդ ամեն ինչ արվում։ Այսինքն, եթե ավելի քաղաքական կամքի համար մեզ 4-րդ հանրապետությունն է պետք, երրորդ հանրապետությունը ինչ է խանգարում, որ մենք օրինակ ժողովրդավարության հակառակորդներին, նրանց, ովքեր գնդակահարել են քաղաքացիների եւ դրա վերաբերյալ ունենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում, ինձ դա 4-րդ հանրապետությունը պիտի օգնի դրանց հետևից գնալ եւ դրանց համալիր, այսինքն ամբողջ այդ իրենց ավելին ասեմ, այդ հանցագործներին դուրսը պահելով, այդ հանցագործության հետ կապված արդարությունը չվերականգնելով, մենք 4-րդ հանրապետության ուղղակի չենք կարող հռչակել, այո, չենք կարող անհնար կդարձնենք, այո։ Քանի դրանք ազատության մեջ են եւ քանի երկիրը չի կարողացել թոթափել այդ կոնֆլիկտի տրամաբանության մեջ գործված հանցագործությունները, որտեղ մարտի 1-ն էլ էր, չէ՞, այդ կոնֆլիկտի պատճառով։ Այսինքն կոնֆլիկտի գոնե հեղինակները, ովքեր 98 թվականին հեղաշրջում էին արել, բոլորովին այլ տրամաբանության մեջ կոնֆլիկտը շարունակելու եւ իրենք շարունակեցին այնպես ինչպես շարունակեցին եւ մեզ բերեցին կանգնեցրին 20 թվականի իրողության առաջ, այդ ընթացքում տեղի են ունեցել ահռելի քաղաքական իրադարձություններ, քաղաքական հետապնդումներ խորխորոնու սպանությունից, գլխավոր դատախազի սպանությունից 98 թվականի օգոստոսի 6-ի, դեկտեմբերի 10-ի խորխորոնի Արծրուն Մարգարյան եւ այդպես շարունակ մինչեւ հոկտեմբեր 27 եւ դրան շարունակող, այո, այդ ձեր ասած գույք պարտքի դիմացով, իսկ հետո էլ դարձավ ինչ սուվերենություն իշխանության դիմաց, չէ՞, ըստ էության այդ գործարքը գնաց։ Այո, այս բանդան, որը զավթել էր իշխանությունը եւ պետությունը եւ այն վերածել հանցագործությունների գործիքի, սերիական հանցագործությունների գործիքի, այո, գնացել էր այդ գործարքի, հա, այն Ֆաուստի Մեֆիստոֆելի հետ, այո, ես իմ հավերժությունն ապահովելու համար ես զիջում եմ իմ երկրի սուվերենությունը եւ լափամանի դիմաց։ Ահա թե ինչ էր տեղի ունենում։ Եվ ինչա հիմա տեղի ունենում, այդ մարդիկ ուզում են որպեսզի շրջեն Հայաստանը հնարավորինս ուրեմն սուվերեն դարձնելու։ Մտքով չի ասում, որ Մեֆիստոֆելն է մեռել, էլի։ Չնայած նա անմահություն էր ապահովում եւ հավերժ երիտասարդություն, բայց ոչ։ Ոչ ապահովում է, ոչ համել ինքը ոնց որ թե կենթանի չի, էլի։ Ու չեն ասում, որ տրամադրությունը չընկնի։ Եվ ուրեմն որն է նաև քաղաքական ուժերի անելիքը այս իմաստով, օրինակ մենք հիմա հանդիպում ենք մեր ընտրողների հետ, մեր հայրենակիցների հետ տարբեր մարզերում եւ ճիշտն ասած եթե մենք երրորդ կամ չորրորդ հանրապետության մասին խոսենք, այդտեղ կարող է մեզ ճիշտ չհասկանան, որովհետև իրողությունները գետնի վրա բոլորովին այլ են եւ հրամայականներն ու կարիքները այլ են եւ տպավորություն կա, որ չընկալվի որպես հերթական ինչ-որ մտադրությունների դեկլարացիա կամ մտավարժանքների, որոնք իրական կյանքում ոչինչ չեն փոխում, որովհետև մենք հիմա թանկացումների հերթական ալիքի առաջ ենք, որոնց
պատճառները պետք է ուսումնասիրել եւ ես հիմա նստած թվերն եմ ուսումնասիրում օրինակ դրանց պատճառները ինչքանով է հայրենի արտադրողին օրինակ Հայաստանի կառավարությունը աջակցում որպեսի գնաճը կարողանա զսպել որտեվ գնաճի հիմնական պատճառներն էլ նրանում են որ մենք կախված ենք շարունակում կամ գերկախված ենք շարունակում մնալ ներմուծումից Եվ սա գիտեք ոչ երրորդ հանրապետության, ոչ չորրորդ հանրապետության հարց չէ, սա վարելահողի կեսն չի մշակվում։ Եթե պետությունը օրինակ ռազմավարական որոշում չի կայացնում, որ մենք պիտի տարեց պիտի ունենանք օրինակ այլ արդյունք, այլ հավասարում։ Մենք չենք կարող այս կախվածությունը ավելի խորացնելով ուրեմն ներսում կառավարել գնաճը իսկ սա հիմնարար հարց է որովհետև ընդհանուր առմամբ սա նաև քաղաքական շահարկումների պատճառ կարող է դառնալ մենք տեսնում ենք որ տարական քաղաքային բնակավայրերում բժիշկ չկա մենք տեսնում ենք որ քաղաքային բնակավայրերում որակյալ ուսուցիչներ չկան Մինչդեռ կա պետպատվեր այդ մասնագետների պատրաստության բուհերում եւ եթե դա բավարար չի պետպատվերի համար վճարած պետությունը կարող է նաեւ կոնտրակտ ներկայացնել ասել ահա այս պետպատվերով քո ուսումնառության հա վերջին փուլը պիտի ավարտես մեր պայմանավորվածության մեջ մտնում է նաեւ ասենք քո 2 կամ 3 տարի աշխատելը ասենք Իմ նշանակած տեղում, հա այսպես ասենք, դե ցանկով, ըստ ցանկով, թող հետո էլ ոնց որ զինվորների մոտա չէ, վիճակահանությամբ գնաց կդասավանդես, այո։ Ինչ նշանակում 21-րդ դարում Երևանից հաշված կիլոմետր հեռավորության վրա մեր երկիրն էլ չգիտեմ, Կանադայի կամ Ռուսաստանի չափ չի։ Հեռավոր, որ ասում եք, դե ի՞նչն է հեռավոր։ Ամերիկայում այդքան ամեն օր աշխատանք են գնում գալիս ու հեչ էլ հեռավոր չի։ Դա ամեն օրվա ճանապարհ է, չէ՞։ Մարդիկ տարական բժշկական չի կարելի գնալ մտնել անցած դար, հա։ Կամ ջրերը գնում են ասպիստով, մեր հողերը ջուր չունեն, ցամաքում են։ Սա նշանակում է մենք ռազմավարության կարիք ունենք, սա նշանակում է մենք ջրային ռեսուրսների առաջինը մենք կարիքների գնահատման մի հատ ահռելի կարողության կարիք ունենք, տպավորություն կա, որ մենք նաև մեր կարիքները բավարար չափով եւ խորությամբ չենք կարողանում գնահատել, որպեսզի ստայդմ նաև հաջորդ հանգրվանին գանք, թե ինչ պիտի անենք այդ կարիքների հետ, որտեվ ահռելի են կարծես խնդիրները, բայց մենք չենք տեսնում այդ խնդիրների վերաբերյալ ուրեմն անհրաժեշտ ծավալով եւ անհրաժեշտ միջոցներով դրանք վերհանելու եւ այդ ուղղությամբ աշխատանքների մասին բարձրաձայնելու օրինակ խնդիր պետք է դրվի քայլեր գործողություն այս խաղաղության հաստատումն էլ կամ հաստատման գործընթացն էլ նպաստավոր է որպեսզի մենք կենտրոնանանք այդ հարցերի վրա այդ միկրո մակարդակով հա համակարգային լուծումների, որովհետև մենք էլ որ մարզեր ենք ընթանում, մենք ինչ եզրակացության ենք գալիս, որ նույն կառավարության մեջ մտնող գերատեսչությունները ոնց որ թե իրարից խաբար չեն։ Մեկը իր գծով է աշխատում, ոչ աչենային, ոչ ձախ մյուսը, իր գծով է աշխատում եւ այդ գծերը ոնց որ թե չեն հատվում։ Հա, համակարգում չկա։ Գիտենք, որ մաթեմատիկայից էլ երկրաչափությունից գիտենք, որ զուգահեռները ուղիղները չեն հատվում, բայց սա այդ դեպքը չի, էլի։ Այստեղ պետք է հատվի եւ համալիր լուծումներ տեղերում, հա, ասենք, sense կլաստեր առ կլաստեր եւ այդտեղ պետք է դրվի զարգացման ուղու վրա։ Ձեր բերած օրինակներ, չէ՞, Արենիում, որ մինչև պատերազմը իսպանացիների հետ այդ լոգիստիկ կենտրոն սրանք լուծումներ են հենց այդ տարածքային զարգացման համար, որ մարդիկ սկսեն աշխատել եւ այդ աշխատանքը սկսի տալ արդյունք, այլ ոչ թե դա լինի աշխատանք քարից հաց քամելու տրամաբանության մեջ, ոնց որ եկել է Տեր Թոդիկի ժամանակներից։
Այս անալիքը եւ ասում եմ, խաղաղության պայմանները հենց դրա մասին են, որ ժամանակն է այո զբաղվել դրանով։ Խաղաղության մասին եք նշում, շատ կարևոր հայտարարություն հնչեց նաև Եվրամիության պատվիրակության ղեկավարի կողմից նախորդին, որը Մարագոսը ասում էր, որ խաղաղությունը գալիս է եւ մենք երջանիկ ենք օգնելու այդ գործընթացին։ Մի կողմից մենք տեսնում ենք նաև ներքաղաքական խոսույթում խաղաղության որպես թուլության եւ որպես պարտության ուրեմն այսպես հնարավորինս որ մարդիկ խաղաղությունը եւ պարտությունը, խաղաղությունը եւ թուլությունը ուրեմն որպես հավասարազոր իրողություններ ընկալեն, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ խաղաղության վրա ահռելի խաղադրույք է դրվում, Եվրամիությունը պատրաստ է ամբողջ պայմանավորվածությունները, հատկապես ուրեմն տրիպի հետ կապված ուրեմն ֆինանսավորել եւ դա գալիս միանում է Արարատ Միրզոյանի հայտարարությանը եւ այստեղ չափազանց կարեւոր է որպեսի կառավարությունը նաեւ նախաձեռնողականություն հանդես բերի եւ մենք ոչ միայն տնային աշխատանքը անենք նախապատրաստական նաեւ երբ սկսենք հայտը ներկայացնելուց հետո եվրոպացիների հետ բանակցել ունենանք համապատասխան կոմպետենցիա այդ բանակցությունները հաջողությամբ վարելու համար որովհետեւ կարող է մի պահ վթար տեղի ունենա այդ բանակցություններում մեր կոմպետենցիայի պակասի պատճառով առնվազն ես շփվել եմ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ովքեր ունեն այդպիսի մտավախություն որ գործընթացը բանակցային Եվրամիության հետ կարող է ձախողվել մեր պատճառով եւ որտեղ մենք բավարար պատրաստվածություն չունենք նաեւ մեր նույնիսկ գերատեսչությունների ղեկավարները նախարարները չունեն բավարար գիտելիք եվրոպացիների հետ Եվրամիության անդամակցության շուրջ անհրաժեշտ մակարդակով բանակցություններ վարելու համար եւ այս իմաստով չափազանց կարեւոր է որպեսզի հենց հիմա կառավարությունը հրավիրի օրինակ եվրոպացի փորձագետների որպեսզի նրանք անհրաժեշտ գիտելիքներով օժտեն նրանց ովքեր որ բանակցելու են եվրոպացիների հետ որպեսզի չստացվի որ մեր անկարողության եւ ուրեմն կոմպետենցիայի մեր պակասի պատճառով այդ բանակցությունները հանկարծ խափանվեն եւ պատճառ բերվի որ տեսեք եվրոպացիները չէին ուզում այո դա արդեն մանիպուլյացիայի դաշտ մտցնեն այդ հարցը հիմա նաեւ առաջարկ sense առիթից օգտվելով առաջարկում եմ պետական կառավարման ակադեմիան դուք ասում եք կադր չունենք որտեղից կադր կրթությունը sense հանձնեք եվրոպացիներին այդ ակադեմիան հանձնեք ու ասեք հանձնում ենք ISS կադրերը SS քանակի SS ուղղությամբ ամեն տարի կամ ամեն 6 ամիսը ստանանք բերեք մարդկանց բերենք վերապատրաստեք ուսուցանեք 500 հոգով եկեք փողը տալիս ենք այդ փողը կա այս հարցերը պետք է շատ արագ լուծվի, որովհետև մենք միայն այդ ուղղությամբ, միայն բանակցությունների մասը, որ ոլորտը նայում ենք, կոմպետենցիայի խնդիր կա։ Դատաիրավական համակարգում նայում ենք, այս իրավաբանությունը, իրավաբանությունն է, որը մեր երկիրն առաջ կտանի ռեֆորմների ճանապարհը։ Գագիկ Հարությունյանի, Դավիթ Հարությունյանի, Աղվան Հովսեփյանի, այն Վիշինսկիից ծերված իրավաբանությունը թափելու բան է սա։ Թափելու։ Դրա համար էլ այո 44-օրյա պատերազմի զեկույցը գնում է արխիվ։ Իհարկե գնա, ինչ կանի։ Իրավաբաններ ունենք աշխարհը չունի։ Ոնց որ իրենք գիտեն մենք ենք իրենց օրենքների համար, այլ ոչ թե օրենքները մեր համար։ Абսուրդ է։ Փակելա պետք է իրավաբանական ֆակուլտետ ու 10 տարի չբացել ուղղակի արգելել բացել իրավաբանական ֆակուլտետ իրավաբանների պատրաստել միայն ֆրանսիական եւ ամերիկյան համալսարանում չի կարելի այս աղբը հանելա նաեւ մենք տեսնում ենք որ մեր բեռնատարների վարորդներին են արտաքսում Ռուսաստանից հիմա նաև հասկանում ենք որ սա նաև քաղաքական ճնշման հերթական միջոցներից է եւ զուգահեռ չի բացառվում նաև որ Եվրամիության անդամակցության այս
հայտարարությունների ֆոնին, օրինակ հաջորդ տարվա համար մենք պիտի կրկին բանակցենք գազի գնի շուրջ, օրինակ գազի գնի թանկացման, այո, եւ որն է լինելու պետության քայլը, այո, պետք է տաներում ուղղակի մարդկանց խրախուսեն, նույնիսկ հավելավճար անեն, սուբսիդավորեն, որ մենք անցնեն գազ օջախը փոխարինենք ինդուկցիոն այդ բաներով, հա, սալերով։ Սա է հարցը։ Ժամանակ դուք էլ ձեր գազն էլ։ Մենք տեսանք, որ այդ նույն գազային, հա, այդ կաթսաներով, հա, երկկոնտուրանի այդ խողովակների վրա ոնց էլեկտրական տաքացուցիչ արվում շտեպսելն եւ տան մեջ նաեւ այդ էլեկտրական այդ ամբողջ այդ հաղորդալարերը պետք է առանց մեծ ծախսերի ավելի հաստացնել, հա, որ մինչեւ 5 կիլովատ հզորության բայց սա մասնավոր նախաձեռնություն չպետք է եւ շատ լավ է որ այդ հեծը վերցնել, այո, հեծնել մասնակցի այդ ամենին, պետությունը խրախուսի դրան ծրագրեր լինեն, մենք անցնենք վերջանակ, դուք էլ ձեր գազն էլ, օրինակի համար, գազն էլ Իրանից կվերցնենք, հոսանքը մի քիչ 1 կիլովատը կմնա մեզ, 3-ը կտանք Իրանին։ Գոնե հաստատապես համոզված կարող ենք ասել, որ անհրաժեշտ ճնշման պարագային, ուրեմն մեր ամբողջ համակարգը բավարար է, նույնիսկ այդ տրամաչափով, որ փոքրացվեց Իրանից Հայաստան եկող գազատարի տրամաչափը։ Ուրեմն այդ տրանշեայով, հա, հաջորդ Եվս նույն տրամաչափի խողովակ փռելը զբաղեցնելու է 6-ից 8 ամիս, պարոն Բաբաջանյան, 6-ից 8 ամիս, եթե Գազպրոմինը չլներ, պետությունը դա վերցներ 6-ից 8 ամսվա ընթացքում մենք կունենանք կրկնակի ավել թողունակություն այդ գազատարի։ Ընդհանրապես Էլ չեմ ասում այլ ընտանքների մասին, ընդհանուր միջև, որ մենք թուրքմենական գազի շուրջ վերջերս սկսել ենք swap-ով կրկին իրենց հետ։ Բայց նորություններ ոնց որ դեռ չկա, ամենայն դեպս չենք լսել, բայց լավ գաղափար է։ Այո, որպեսզի մենք այդ ուղղությամբ եւս շարունակենք, ի վերջո մենք ի սկզբանե թուրքմենական գազ ենք ստացել եւ թուրքմենական գազ ենք սպառել եւ վճարել ենք ուղիղ Թուրքմենիային, մինչեւ որ ռուսները եկան, այդ նույն գազը փաստորեն շարունակեցին առաքել Հայաստան, բայց արդեն մենք սկսեցինք Գազպրոմի հետ հարաբերվել եւ դա դարձավ որպես քաղաքական ճնշման լծակ։ Շատ կարծում եմ հարցերի շրջանակ կարևոր քննարկեցինք, մենք խոստանում ենք, որպեսզի առաջիկա զարգացումներին եւս արձագանքենք, մարդկանց հնարավորինս մակերեսից անդին տեսնելու հնարավորություն տանք, կարողություն տանք, սրանք շատ կարևոր են եւ կարծում եմ, որ ռազմավարական հաղորդակցության կարևոր գործ ենք անում այս իմաստով եւ քանի պետությունը իր այդ համապատասխան դեպարտամենտը չի բացել։ Իդեպ Մոլդովան բացել է, ասենք դեռ մինչև ընտրությունները եւ այդտեղ եվրոպացիները մեծ աշխատանք են կատարել եւ աջակցել իրենց փորձը կիսել մոլդովացիների հետ եւ գիտեմ որ թե ամերիկացիները եւ թե եվրոպացիները նման օրինակ առաջարկով մեզ են հանդես եկել պիտի անարձագանք չթողնենք պիտի շատ արագ մեզ մոտ կիրառության մեջ դնենք իդեպ սպասում ենք որպեսզի կառավարությունը համապատասխան պաշտոնյա նշանակի Եվրամիության հետ ուրեմն համակարգված աշխատանքները գրասենյակ, նախարարություն, բանակցային գործընթացներ պիտի սկսվեն եւ ինչպես ազատ վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունների պատասխանատու է նշանակված ներքին գործերի նախարարը, այլ ուղղություններով մենք պիտի ունենանք համապատասխան պատասխանատուներ, բայց դրանք բոլորը պիտի այսպես կոորդինացվեն մեկ գրասենյակում դրանց աշխատանքները եւ մենք ամեն օր կարող ենք տեսնել առաջընթաց եւ ամեն օր Հայաստանը իր մաշկի վրա ամեն քաղաքացի կարող է զգալ այս փոփոխությունները եւ ես սպասում եմ այն օրը թե երբ գնանք մենք ամենահեռավոր բնակավայր եւ մարդիկ այլևս այդ փոփոխությունների մասին խոսեն եւ խաղաղությունը, որի մասին մենք այսքան
խոսում ենք, այսքան թմկահարում ենք, իրապես կարողանանք արդյունքի վերածել։ Ամեն օր խաղաղությունը պիտի արդյունավորվի նոր աշխատատեղով, նոր լուծումներով, փոքր եւ միջին բիզնեսի հնարավորություններով, ճանապարհներով, բժիշկներով, հիվանդանոցներով, մանկապարտեզներով, ահռելի ներդրումներով կրթության մեջ մենք ամեն իհարկե արվում է այդ ամենն էլ նաև մեծ ծավալների աշխատանք է արվում, բայց մենք տեսնում ենք այս ամենը ունի նաև համակարգային լուծումների կարիք։ Միայն այսպես հատվածային լուծումները մենք տեսնում ենք բան չի։ Այո, քաղաքականություն եւ ռազմավարություն այդ մտածողությունը մեզ շատ է պակասում, շնորհակալություն հնարավորության համար, առաջիկայում մենք իհարկե առիթ կունենանք գրեք մեզ, մեկնաբանեք, շատ ակտիվ քննադատեք, այո, հարցերը համաձայնվեք, անհամաձայնություն հայտնեք, որովհետեւ այդ ամենը մեզ համար շատ ու շատ կարեւոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բարի նույն ձեզ։ Այսքանը այսօրվա համար կհանդիպենք։